Ողջույն, Armenia հեռուստաընկերության եթերում տուն-տեղ հեռուստանախագիծն է, հայկական եթերի միակ դիզայներական հեռուստանախագիծը։ Աշնանային այս եղանակներին ճիշտ ժամանակն է, որպեսզի ավարտին հասցնեք ձեր տան կամ գրասենյակի վերանորոգումը, քանի որ տոներն են մոտենում եւ վստահ եմ բոլորը փորձում եք մինչեւ տոները ավարտել բոլոր սկսված գործերը։ Դե ինչ բարի եթեր մեզ, իսկ ձեզ բարի դիտում։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր այս պահին դիտում են տուն-տեղ հեռուստանախագիծը։ Այս պահին մեր տաղավարում հյուրընկալել եմ մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Grohe մասնագիտացված կենտրոնի զարգացման գծով տնօրեն Գևորգյան Ռուբենին։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն կանջան։ Ռուբեն, այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ քանի որ դուք արդեն մի շարք մեր եթերաշրջանների գլխավոր հովանավորն եք եւ մենք շատ լավ արդեն ճանաչում ենք ընկերության, այսպես մշակույթին, խոսելու ենք հենց այս մշակույթի մասին։ Վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները նկատել են, որ United Technical Service ընկերությունը նոր մշակույթ ներդրեց սանտեխնիկայի, այսպես վաճառքի մոտեցումներին եւ առհասարակ, որպես երեխեքային կենտրոն, այ խոսենք, որն է հիմնական, այսպես կարևորագույն գաղափարը, որ փորձեցիք փոխել Հայաստանում, որովհետեւ իսկապես նկատելի է, որ տարբերվում եք շուկայում առկա բոլոր ընկերություններից։ Շնորհակալություն Կանան ջան։ Տեսեք, ես կարծում եմ, որ ցանկացած ոլորտում առաջատար ընկերությունները ոչ միայն պիտի կարողանան հնարավոր շատ վաճառք իրականացնել, հնարավոր շատ սպասարկում իրականացնել, այլև փոխեն այն շուկան ինքնին եւ Հայաստան բերեն այն բոլոր առավելագույն հայտնի եւ համաշխարհային ընդունելի տեխնոլոգիաներն ու գաղափարները։ Մեր ընկերությունը համագործակցում է այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսի Grohe-ն է, Caldevine է գերմանական կամ չեխական MCH-ը, որոնք ոչ միայն երկար տարիներ, տասնամյակներ շարունակ եղել են իրենց ոլորտի առաջատարները, ոչ միայն ձևավորել են մշակույթ բարձրակարգ ապրանքներ ստեղծելու, նորարարական ապրանքներ ստեղծելու, այլ նաև ինչպես վաճառել, ինչպես սպասարկել, ինչպես հասկանալ հաճախորդին, ինչպես հասկանալ նրա կարիքները եւ իր ապրանքներով եւ ծառայություններով փորձել լավագույնս լուծումներ առաջարկել։ Ռուբեն, նայեք, այսօր այնպիսի ընկերություններ եք ներկայացնում, որ մեր համակարգացիներին շատ լավ ծանոթ են, նմանավանդ Grohe մասին, եթե խոսքը գնաց, եւ բնականաբար շատ դժվար է այս շուկայում կողմնորոշվել, որ ընկերությունից ձեռք բերել այս ապրանքը, որովհետեւ տպավորությունն է, որ շատ տեղերում են ներկայացված նմանատիպ ապրանքներ, միգուցե որոշ տեղերում օրիգինալ տարբերակները չեն, բայց այս մասին չեմ խոսելու, ինչ առավելություններ ունի United Technical Service-ը, որ հենց հաճախորդը պետք է այստեղից ձեռք բերի նմանատիպ ապրանքներ։ Ես կարծում եմ առաջերտին պետք է հասկանանք, որ սանիտարական տեխնիկան այնպիսի ոլորտ է, երբ մարդ իր կյանքում առնչություն ունենալու գուցե 1-2 անգամ կամ 3 անգամ, այսինքն տունը վերանորոգվում է իր կյանքի ընթացքում որոշակի պարբերականությամբ եւ հնարավոր է, որ մարդ լավագույնս չի ճանաչում, թե ոլորտում ով է առաջարկում, ինչ լուծումներ են առաջարկում, որն է գին որակ հարաբերակցության լավագույն լուծումը։ Եվ այս առումով մեր պատասխանատվությունը որպես ընկերություն առաջնայինը, որպես մենք կարողանանք ուղղորդենք մեր հաճախորդներին գնել այնպիսի ապրանքներ, որոնք իսկապես երկար տարիներ կծառայեն հուսալի, արտաքին տեսքի փոփոխություն գրեթե չի լինի եւ մարդ կհասկանա, որ այն որոշումը, որ ինքը կայացրել է գնելով Grohe, գնելով Caldevine կամ այլ ապրանքանիշեր, իսկապես հաջողված լուծում էր։ Պատկերացրեք մարդ, որը գնել է նոր բնակարան, բավական մեծ ռեսուրս է ծախսել այն վերանորոգելու համար եւ 1 տարի հետո կամ 2 տարի հետո հասկանում է, որ այս կամ այն իր որոշումը սխալ էր, որ գունային լուծումը սխալ էր, որ տեխնիկական տեսակետից այն ծորակը, որ ինքը գնել էր, չի համապատասխանում իր ակնկալիքներին, բայց փաստը արդեն տեղի է ունեցել եւ նա ստիպված տարիներ շարունակ պիտի այդ համակերպվի, այո, այդ սխալ որոշման համար։ Հետևաբար մեր մասնագիտացված կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը հասկանալ ինչ կարիքներ ունի մեր հաճախորդը եւ լավագույն լուծումն առաջարկել, որ երկար տարիներ ինքը հասկանա, որ ճիշտ լուծում է, ճիշտ որոշում է կայացրել գնելով Grohe, գնելով Caldevine
նույնիսկ ինքը զարմանա, որ գնված ապրանքը այսքան երկար տարիներ պահպանում է իր ծառայել։ Այնուամենայնիվ, եթե ինչ որ մի խնդիր լինի, երաշխիքային կենտրոնը միշտ պատրաստ է աջակցել, հա։ Անկեղծ լինեմ, շատ ինձ համար զարմանալի էր, որ այնպիսի ապրանքանիշ, ինչպիսին Գրոհեն, ունի երաշխիքային պաշտոնական երաշխիքային կենտրոն Հայաստանում, որը հենց United Technical Service ընկերությունն էլ իրականացնում է, ցանկացած առումով լինի լավագույն նույնիսկ ամենավորակյալ արտադրանքը հազար մի խնդիրներ կարող են առաջանալ, կապված ճիշտ տեղադրումի հետ, կամ որոշակի խնդիրներ ջրի որակի եւ այլն։ Հետևաբար ունենալ այնպիսի գործընկեր, որը միշտ քո կողքին է եւ երաշխիքային սպասարկման եւ հետերաշխիքային սպասարկման ժամանակաշրջանում պատրաստ է արագ, օպերատիվ եւ որակյալ օրիգինալ նյութերով եւ պայստամասերով վերանորոգել այնպիսի թանկարժեք եւ որակյալ ապրանքներ, ինչպիսին Գրոհեն է, կարծում եմ մեծ առավելություն է Հայաստանի համար եւ շուկայի զարգացման տեսակետից նա բնականաբար բավական լուրջ օգուտներ է տալու։ Նաև մշակութային առումով փոփոխություն ինչու եմ նկատում, շատ հաճախ նմանատիպ խանութ սրահներում ապրանքների արկայությունը բավականին այսպես սահմանափակ է, եթե չասեմ ուղղակի չկա, հա, պատվերով է ամեն բան։ United Technical Service-ի պարագայում դուք ունեք բավականին մեծ թոք, հա, պայեստ, որտեղ տեղակայված են հազարավոր ապրանքներ եւ գրեթե ամեն ինչ արկա է։ Սա նույնպես հեշտացնում է հաճախորդին, որովհետեւ պետք չէ ամիսներ շարունակ սպասել։ Բնականաբար մեծ տեսականի ունենալը մանավանդ Գրոհի տեսականիները բավական շատ են եւ գունային լուծումները շատ են եւ տեխնիկական լուծումներն են շատ մարդկանց համար այո բավական լուրջ առավելություն է որ դու մտնում ես սրահ եւ տեսնում ես մեծ տեսականի, բացի դրանից հավատացեք մեր սրահը այնքան մեծ չի, որ կարողանանք ամբողջ տեսականը ներառենք, հաճախորդը շատ դեպքերում կատալոգով ընտրում է այն եւ կարծես թե այդ պայն մտածում է, որ եթե կատալոգով ընտրեց ուրեմն պիտի հասանելի չլինի այդ պայն, բայց մենք զարմացնում ենք, այո, իհարկե պայստում ունենք եւ կարողանում ենք արագ առաքել նույն տեսականին մեր հաճախորդները կարող են պաշտոնական Գրոհի on-line խանութից տեսնել եւ ցանկացած գնում իրականացնելով հաջորդ օրը անվճար առաքումն ապահովված է։ Նաեւ որքանով տեղյակ եմ կարող են մոտեցնել տարբերակներ, հա, ընտրելու համար։ Բնականաբար դա էլ հասանելի, հաճախորդը կարող է մի քանի տարբերակ ընտրել, մենք հասցնենք վերցնեն այն ինչ որ այդ բանը իրենց դուր է գալիս, մնացածը հետ վերադարձ իրականացնել, սակայն իմ դիտարկումը այն է եղել, որ արդեն մենք ձևավորել ենք այնպիսի մշակույթ, որ մարդիկ արդեն գիտեն ինչ են ուզում։ Մի ասացված կա, չէ, որ ասում են դու երկու անգամ նույն գետը չես կարող մտնել, որովհետև համ գետն է փոխվում, համ դու ես փոխվում։ Եվ եթե մենք հետհայացք նայենք, թե մենք որպես հաճախորդ, որպես սպառող 10 տարի առաջ, 20 տարի առաջ ինչպիսին էինք եւ հիմա ինչպիսին ենք, ինչպիսի պահանջներ ունենք մեր կան նկատմամբ, միանշանակ վարքագծի փոփոխությունները, ակնկալիք ինչպիսին պիտի լինի սպասարկումը։ Մենք էլ այլևս չենք ուզում գետին շպրտված ինչ որ շուկայից ապրանքներ գնենք, բերենք տուն, հա, ակնկալի որ դա ինչ որ ոչ, մենք ուզում ենք բարձր սպասարկում, մենք ուզում ենք բարձր որակ եւ հետեւաբար այդպիսի առաջատար ընկերությունները արդեն կարողանում են իրենց տեղը զբաղեցնել նաեւ հայկական շուկայում։ Ես էլ իմ կողմից նշեմ երկու եւս առավելություններ, մեկ այն է, որ սրա հնարավորություն ունեն փորձարկել գրեթե բոլոր ծորակներն ու ցնցուղները եւ տեղում հասկանալ, հա, տարբերությունը ցնցուղների եւ երկրորդի մասին առաջարկում եմ, որպեսզի հաջորդ մեր թողարկման ընթացքում խոսենք, սա նոր ապրանքների մշտական շատ արագ Հայաստանում հայտնվելն է եւ հենց ձեր ցուցասրահում ներկայացվել է, որովհետեւ կարեւոր է, որպեսզի մենք հետ չընկնենք, հա, չլինենք տեխնոլոգիական առաջընթացից եւ մշտապես լինենք կիզակետում բոլոր նորարարությունների։ Միանշանակ եւ ես կարծում եմ, որ ոչ միայն վերջնական սպառողները պիտի արձագանքեն այս նորարարություններին, այլ նաեւ բիզնեսի տերերը, որոնք կառուցում են նոր ռեստորաններ, հյուրանոցներ կամ այլ հաստատություններ, եւ մենք տեսնում ենք, որ միջազգային ցանցի հյուրանոցները կամ մնացած օբյեկտները պարտադիր իրանց մեջ արդեն ներառած են Գրոհեն կամ այլ առաջատար ընկերություններ, իսկ հայկական դեռ մենք ունենք այնտեղ խնդիրները, որովհետև շատերը դեռ այն փորձառությունը չունեն հասկանալու, որ գին որակ հարաբերակցությամբ, այսօրվա դրությամբ կարծես թե Գրոհին այլ ընտրանք չկա։ Շատ լավ, Ռուբեն, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, մենք կհանդիպենք հաջորդ թողարկմանը եւ կզրուցենք նորարարություններից։
Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, ես շարունակում եմ հանդիպումները մեր գործընկերների հետ։ Այս պահին գտնվում եմ մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր Տրիվիա ընկերության ցուցասրահ, որտեղ զրույցը սկսում եմ ընկերության հիմնադիր Սիրանուշ Օհանյանի հետ։ Ողջույն Սիրանուշ։ Ողջույն։ Սիրանուշ, այսօր առաջի հարցը, որ ուզում եմ տալ, սխալների մասին է լինելու։ Նայեք, շատ հաճախ այն համակարգացիները, հա, թեկուզ մեր լավ ընկերները, երբ վերանորոգում են կատարում եւ դիզայներ չեն մասնագիտությամբ, իրենց թվում է, որ ամեն ինչ այնքան հեշտ է, որ իրեն կարող են այստեղից, այնտեղից ինչ-որ գաղափարներ գողանալ, վերցնել, լավ, այսպես ասենք, կամ կրկնօրինակել ամբողջությամբ եւ ստանալ ճիշտ այն ինտերիերը, որը տեսնում են պատկերում։ Որքանով է սա իրականությանը համապատասխանում, հա, որովհետեւ հարցն անում է այն վիզուալիզացիան, որ մենք նախնական ունենում ենք եւ այն իրականությունը, որ վերջնական ունենում ենք, ձեր նախագծերում իսկապես շատ մոտ են, բայց որքանով է սա սովորական, հա, քաղաքացու համար, մարդու համար հասանելի։ Դե իրականում չէ, մի քիչ դա սխալ ուղղություն է, որովհետև եթե դուք ուզում եք ստանալ ինչ-որ նկար ուրիշի համար արդեն պատկերած, աշխատած եւ այլն, ամեն տարածություն իր ինքնություն ունի եւ իր սպეციფიკան, այո, որովհետև դու չես կարող 200 քառակուսյանոց մի հատ մեծ ճաշասենյակ ինտեգրես մի հատ 20 քառակուսյանոց բնակարանի ճաշասենյակում առանձնատան ճաշասենյակ։ Նշեցիք չափսերը, իսկապես առաջի խնդիրը այս չափսերն է, որ հաշվի չեն առնում։ Այո, իհարկե դա պետքա բոլոր էրգոնոմիկ հարցեր գոյություն ունեն, որ այդ ամեն ինչը պիտի ճիշտ համակցված լինի, համադրած լինի, չափերի պրոպորցիա գոյություն ունի, որ պետքա ճիշտ համակցությամբ լինի այդ ամեն ինչը։ Եթե դա բալանսը կորում է, հնարավոր չի ստանալ ճիշտ պատկեր։ Գրագետի տերը։ Դե պատկերն էլ կլինի աղմկոտ։ Այո, իհարկե։ Սիրանուշ, մի շատ հետաքրքիր հարց ունեմ, որ կարծում եմ ես ինքս անձամբ ունեմ այս խնդիրը, երբ ստեղծում ենք թեկուզ հա իմ համար տան ինչ որ հատված ինտերիեր չափի այդ զգացողության կարծում եմ ինչ որ բան կա, որ դիզայներների մոտ զսպվածություն, հա, այդ բառն է իմ անգալի, որ ձեզ մոտ շատ լավ է այս ամենը ստացվում, իսկ մեզ մոտ մենք երբեք չգիտենք թե որ պահին կանգ առնենք։ Սա ինչպես է ձեզ մոտ ստացվում, նախորդ հաշվարկվում է թե կա ինչ-որ կանոններ ինտերիեր դիզայնի, որ պետք է հաշվի առնել։ Իրականում ամեն մարդու ստեղծագործության մեջ իր չափանիշները կան։ Դա ինքնըստինքյան է իմ կարծիքով, արդեն փորձի հետ ստանում ես այդ լինում են սխալներ, որ կարող ես դու էլ թույլ տալ այդ պրոպորցիաները եւ ձեր ասած, որ չենք պատկերացնում, թե սա այս օրինակի համար 4 մետրանոց բազմոցը ուզում են տեղադրել ճաշասենյակում, որ ընդհանրապես հնարավոր չի ֆիզիկապես դա տեղավորել այնտեղ ու ոնց բացատրում ես չեն ընկալում դա։ Այսինքն նման տիպի հարցեր լինում են ընթացքում, իսկ երբ որ մարդը չունի պրոֆեսիոնալ օգնող իրեն, հա, ինքնուրույն է դա անում, շատ են անում այդ սխալները, հետո գալիս են ասում են, գիտեք, մենք մի քիչ սխալվել ենք, կարող եք մեզ օգնել, կոռեկտ ձև այդ ամեն ինչը կատարվի, բայց արդեն ավաղ շատ ուշ է լինում, որովհետև ամեն ինչը արված է լինում, դու չես կարող վերջի շտրիխերով ինչ որ բան ուղղել։ Ես ուզում եմ ավելի մասնավոր օրինակի մասի խոսել, իմ օրինակ պարագայում, երբ մենք նախորդ եթերաշրջանում բնակարան ենք վերանորոգում եւ ես համարձակություն ունեցա չդիմել որևիցե մասնագետի, հետագայում ավելի այսպես թափ նայելով ինտերիերին հասկանում եմ իմ սխալները որոնք էին։ Նախ եւ առաջ ես այդպես էլ չկողմնորոշվեցի, ես որ ոճում եմ ուզում լինի այս ինտերիերը եւ այն պայմանականորեն անվանեցի էկլեկտիկա։ Դրանից բացի նաև հաշվի չի առել մի բան, որ մինիմալիզմի եւ մաքսիմալիզմի այսպես միջակայքում պետք է նույնիսկ այսպես ամեն մարուք հաշվի առնել, որովհետեւ այդ սահմանը այնքան մոտ է իր թվում, որ մի քանի դետալի ավելացում արդեն ինտերիերը մինիմալիզմից վերածվում է մաքսիմալիզմի։ Հա, այդ ամեն ինչը պիտի ճիշտ հաշվարկվի նախ։ Ահա։ Ու ամեն մանրուք իրականում իր դերը ունի, երբ որ դրվում է ինչ որ լուսատու,
այդ ինտերիերում, հա, օրինակի համար եմ ասում։ Ինքը իր շուրջ իր մթնոլորտն է ստեղծում, իր ամեն ինչը իրար հետ, հա։ Բայց այդ համադրությունը, եթե փոխում ես թեկոս մի փոքր այդ նյուանսով եմ ասում, փոխում ես այդ, ինքը լրիվ ուրիշ պատկեր կարող է ստեղծվել։ Նույնիսկ չենք խոսում ուղղվածության, հա, ստիլիստիկայի մասին, այլ ուղղակի մթնոլորտի փոփոխության մասին։ Սիանուշ, այ հետաքրքիր է նաև եղել են ինտերիերներ, որ ավարտից հետո այցելել եք եւ ոչ թե ինչ-որ բան ավելացրել եք, այլ պակասացրել, միայն անկեղծ։ Պակասացրել։ Այո, անեք որոշում եք ընդունել, որ այս կահույքի մասը կամ այս դեկորը պետք է դուրս գան ինտերիերից։ Չէ, ավարտելուց հետո չէ, բայց ընթացքում միգուցե նրա համար, որովհետև ես երկար եմ որոշում ընդունում։ Երկար մտածում եմ, շատ եմ կասկածներ ունենում եւ այլն, ճիշտն ասած դեռևս չի եղել այդպես դեպք։ Սա խոսում է ձեր պրոֆեսիոնալիզմի մասին եւ խոսում է իմ ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, որովհետեւ իմ պարագայում սա հաճախ է լինում, երբ ավարտելուց հետո փորձում եմ ինչ-որ բաներ վերացնել, որպեսզի ինտերիերը աղմկոտ չլինի։ Եվ մի հնարքի մասին եմ ուզում կիսվել, այս վերջերս եմ բացահայտել, որ եթե ուզում եք հասկանալ ձեր ինտերիերը աղմկոտ է թե ոչ, կարող եք մի փոքր այսպես աչքերը փակել եւ տեսնել, եթե պատկերում ազատ տարածություն շատ քիչ է, ապա դա նշանակում է դուք իսկապես խնդիր ունեք ինտերիերում, այն լցված է եւ պետք է ազատվել որոշ ավելորդ իրերից։ Պիտի փորձեմ։ Եթե ունեք այլ հնարքներ ձեր պրակտիկայում, կարող եք մեզ հետ կիսվել։ Ճիշտն ասած, տենց կոնկրետ պրակտիկաներ չունեմ մշակած Life hack-էր։ No, չկա տենց, որ միգուցե կա, բայց հիմա չեմ չի գալիս, չեմ մտաբերում։ Շատ լավ, շնորհակալ եմ Սիրանուշ, եկեք շարունակենք մյուս թողարկմանը խոսենք ոչ միայն սխալներից, այլ նաև այն բոլոր հնարքներից, որ կարող են դարձնել ինտերիերը գրագետ, գեղեցիկ եւ հարմարավետ։ Կհանդիպենք։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Renshin ներդրումային ընկերության գրասենյակ, որտեղ զրույցը շարունակելու եմ մարքեթինգի եւ հանրային կապերի ղեկավար Միքայել Կարապետյանի հետ։ Ողջույն Միքայել։ Բարև ձեզ։ Միքայել, առաջարկում եմ խոսել Skyline նախագծի ներդրումային այսպես պոտենցիալի մասին, որքանով է սա իսկապես լավ ներդրում։ Ներդրումային տեսանկյունից Skyline նախագծի շրջանակներում մաքսիմալ արագացրել ենք ամբողջ գույքի ձեռքբերման գործընթացը, մասնավորապես արտասահմանյան ինվեստորների տեսանկյունից, ոչ ռեզիդենտների համար, որպեսզի դիտարկվի որպես միջազգային մակարդակի վրա մրցունակ ինվեստիցիոն պրոդուկտ եւ հատկապես շատ հեշտացել ենք հիպոթեկի ձևակերպման ընթացքը։ Որքանով տեղեկեմ, առցանց տարբերակով հնարավոր է, չէ՞, գույք ձեռք բերել, այսինքն պարտադիր չի, որ քաղաքացին այլ երկրի անպայման այցելի այդ թղթաբանական գործընթացի մասնակցի։ Այո, դա նույնպես լուծումը գտել ենք այդ խնդրի եւ պոտենցիալների դրողը կամ գնորդը գույքի բացարձակապես կարիք չունի երկիր ժամանելու գույքը ձեռք բերելու նպատակով այդ բոլոր հարցերը մենք շտկել ենք ընթացակարգը հնարավոր ամբողջությամբ առցանց անցկացնել հրաշալի է։ Միքայել, առաջարկում եմ խոսենք հաշվարկային լեզվով, հա, թվերի տարբերակով։ Այդ ակրկիր է, եթե այսօր ես գույքը ձեռք բերեմ, ինչեւ գույքի արդեն ավարտական փուլում գտնվել է, գույքի գնի բարձրացում պլանավորվում է, այսպես գուշակություն կա որոշակի։ Այո, իհարկե, Renshin ընկերության բոլոր նախագծերում կա Renshin-ի կողմից խոստում բոլոր գնորդների, ինչպես նաև ներդրողների համար ունեն կիսամյակային թանկացումներ, այսինքն գույքը Skyline-ի դեպքում շահագործմանը հանձնելուց ունենալու է 40% գնի, մինչև 40% գնի արժևորում, հրաշալի է։ Այնպես որ հրաշալի բիզնես է, կարելի է ձեռք բերել եւ 2028 թվականի ավարտին ենք։ Այո, 2020 ավարտին շահագործում։ Ինչպես նաև նախատեսված է մինչև 15% եկամտաբերություն բարձրացության տարբերակով։ Հրաշալի, այսինքն եւ որպես գույք, հա, հնարավոր է այսպես շահեկան լինել եւ որպես որ բիզնես։ Այո, իհարկե։ Նաև նշեմ, որ ներդրողների համար հատկապես շատ հետաքրքիր կետ
մենք կարող ենք նաև զբաղվել գույքի վարձատրության ամբողջ ընթացքով։ Ամբողջությամբ հանձնում ենք ձեզ գույքի պատրաստ լինելու պարագայում եւ դուք արդեն վարձատրությամբ զբաղվում եք, նաև վստահ եմ խնամքով բնակարանի։ Այո, ամբողջությամբ փակվում է։ Այսինքն եթե parts դնենք ներդրողի կողմից միայն գույքը ընտրելու գործընթացն է պահանջում, մնացած ամբողջ ընթացքով զբաղվում է արդեն ընկերությունը։ Հրաշալի է, որքան բնակարան առկա է թաղամասում։ Skyline նախագծում առկա է լինելու 1500-ից ավել բնակարան։ Եվ բնականաբար նաև հասարակական տարածքներ։ Իհարկե, բնականաբար բոլոր հասարակական տարածքները ինքը նախագիծը քաղաք-քաղաքում կոնցեպտով է, համապատասխանորեն ամեն ինչ կենթանիների համար խնամքի եւ հյուրանոցներից մինչեւ սրճարաններ եւ ռեստորաններ նախատեսված է լինում նույնիսկ կինոթատրոն։ Նշեմ նաև մի այլ առավելություն արտասահմանում գտնվող մեր ներդրողների համար, Skyline-ում գույքը հանձնում է ամբողջական վերանորոգումով, խնայելով իրենց ամենակարևոր ռեսուրսը ժամանակ։ Շատ լավ Միքայել, կարծում եմ մեր հերոսատեղներին պարզ է, հա, նամանավանդ ոչ ռեզիդենտներին, թե ինչպես գույք կարելի է ձեռք բերել, ինչպես նշեցիք, հնարավոր է առցանց տարբերակով ամեն ինչ կազմակերպել եւ բնականաբար նաև առցանց տարբերակով կապ հաստատել ձեզ հետ եւ բոլոր հետաքրքրող հարցերը ուղղել ձեզ։ Ինչ հարթակներ ունենք, որով կարելի է ձեզ հետ շփվել։ Կարելի է կապը հաստատել թե մեր Instagram-յան, Facebook-յան, սոցիալական հարթակներում, ինչպես նաև մեր կայքի միջոցով skyline-evn.am։ Նաև տեղեկեմ, որ դուք ունենալու եք իրական բնակարանի տարբերակ, օրինակ, ու եթե մեր ոչ ռեզիդենտները այցելեն ամռան ամիսներին Հայաստան, հա, հնարավորություն կունենան նաև տեսնել բնակարանի մեկ օրինակ արդեն վերջնական պատկերացնելու համար։ Այո, իհարկե ունենալու ենք ցուցադրասրահ, որտեղ ներկայացված են լինելու մի քանի տարբերակ մեր ապագա բնակարանների, այո։ Հաշալի։ Դե ինչ տարին մոտենում է ավարտին, կարծում եմ ճիշտ ժամանակն է ներդրումներ կատարել եւ ճիշտ ժամանակն է, որպեսզի ընտրեք լավագույն վստահելի գործընկերոջը։ Այսինքն Ռենշին ընկերությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Միքայել, կհանդիպենք մեր առաջիկա թողարկումներում եւ կզրուցենք այս հրաշալի հետաքրքիր նախագծի մանրամասներից։ Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, իսկ մենք շարունակում ենք մեր հետաքրքիր եթերները Armenia հեռուստաընկերության եթերով։ Տեղափոխվում ենք անտառային, վերին անտառային 138/2 հասցեում տեղակայված մեր այս եթերաշրջանի ամենից լուսավոր գործընկերոջ Mythony Group ընկերության ցուցասրահը, որտեղ զրույցը շարունակել ենք լուսավորության մասնագետ Զավենի հետ։ Ողջույն Զավեն։ Զավեն, առաջարկում եմ այսօր խոսել Mythony Group-ի ընկերության կողմից ներկայացվող Volt-ում անջատիչ եւ վարդակներից։ Նորույթ Հայաստանում, որը շատ արագ տարածում գտավ եւ սիրվեց մեր հայ դիզայներա ճարտարապետական համայնքի կողմից։ Շատ լավ։ Volt-ը գերմանական բրենդ է, ունի տեսականի անջատիչների ու վարդակների համար մինիմալիստական ոճով, այո, մինիմալիստական ոճով ներկայացնում է 8 գունային բազմազանություն, որը կարելի է համադրել տարբեր ճարտարապետական լուծումների հետ։ Զավեն, եթե չեմ սխալվում, դու ունես օրինակ, եթե կարելի է միասին ուսումնասիրենք, հա, եթերում։ Ահա։ Ցուցադրենք մեր հեռուստադիտողներին բավականին մինիմալիստական ոճով, ինչպես նշեցիք, որը ինտերիերը բնականաբար չի փչացնի, շատ հաճախ հենց վարդակներն են, որ ահավախում են ինտերիերի տեսքը, բայց ճիշտ ընտրված վարդակները կարծում եմ որպես զարդ, հա, որպես հետաքրքիր այսպես դեկոր կարող են դիտվել։ Ինչից են պատրաստված այս վարդակները։ Սրանք պատրաստված են պոլիկարբոնատային պլաստիկից, որը չհրդեհվող է եւ որի շնորհիվ բարձրանում է մեր վարդակների ու անջատիչների ապահովությունը։ Նշեմ նաև առանձնահատկություններից այն, որ ի տարբերություն սովորական մեր առօրյա օգտագործման վարդակներից, այո, տարբերությունը այն է, որ այստեղ չի օգտագործվում պտուտակներ հոսանքի լարերը ամրացնելու համար, այլ ամրացվող մետաղ է։ Ահա, այսինքն հրդեհներից կարելի է խուսափել։ Այո, իհարկե, հրդեհների 18%-ը հիմնականում սրանց պատճառով է լինում, իսկ մեր դեպքում, քանի որ պտուտակներ չկան, դրանք չեն տաքանում, չեն սառում եւ այդ վտանգը չունենք։ Այո, ամրացվում է մետաղական ամրակներով, երբ որ միացվում է եւ բացի դա էլ, ինչպես նշեցի, արդեն պլաստիկը պոլիկարբոնատային նյութից է, որը չի այրվում։ Շատ լավ։
Զավեն, արդյոք ունեն smart տարբերակներ կամ ինչ-որ, չգիտեմ, smart տեխնոլոգիաների հետ աշխատող, հա? Իհարկե, ունենք մենք տաք հատակներ, որոնց հետ տրվում է նաև Համապատասխան, հա, ջերմակարգավորիչներ։ Այո, ունենք նաև ջերմակարգավորիչներ, ունենք սենսորներ, օրինակ, երբ որ մուտք են գործում, այդ ժամանակ սենսորը աշխատում է ու լույսը վառվում է, ունենք տարբեր Ինչն էլ ապահովում է էլեկտրախնայում իրականում։ Իհարկե, ունենք հեռուստացույցների համար միացման լարեր, համակարգիչների համար Իսկ ամբողջական կարելի է նմանատիպ խնդիրներ լուծել վոլտումի արտադրանքով։ Զավեն կարծում եմ պատահական չէ, որ մեր այս եթերաշրջանի կոմերցիոն տարածքի վերանորոգման ժամանակ մենք նույնպես կիրառել ենք վոլտումի ապրանքները եւ քանի որ բազմաթիվ անգամներ են կիրառելու, մեզ պետք է մի բան, որ երկար ծառայի։ Բնականաբար հարց եմ ուզում տալ հենց նյութի հետ կապված, արդյոք այս նյութը ժամանակի ընթացքում կորցնում է իր գույնը, թե ամեն դեպքում ունի, հա, այնպիսի հատկություն, որ կարող է տարիներ շարունակ մնալ ինչպեսին որ կա։ Նախ նշեմ, որ տրվում է 2 տարի երաշխիք, իսկ գույնի կորուստ չենք ունենում ընթացքում։ Մի բան, ինչը ցավոք սրտի մեր տեղական շուկայում գրեթե բոլորը ունեն, ժամանակի ընթացքում մաշվում են այդ վարդակների անջատիչների ավելի շատ հատվածները եւ արդեն պատճառ են դառնում փոխարինելու համար։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր բոլոր հերթատիտողներին հրավիրենք։ Իհարկե։ Բեին անտառային 138/2 հասցեում անպայման Զավենին հարցրեք վոլտում անջատիչներ եւ արդյունքներ ձեռք բերելու ժամանակ եւ ձեր բոլոր հետաքրքրող հարցերին նա կտա սպառիչ պատասխաններ։ Կհանդիպենք։ Բարև, ես Կարո Խդիկյանն եմ։ Ես շատ ուրախ եմ, որ Տունտեղ հերցանախագծի շրջանակում ներկայացնելու եմ իմ փարիզյան բնակարանը։ Այս գույնը մյուս դիզայներների համար չգիտեմ ինչ նշանակություն ունի, բայց ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Նրանք, ովքեր ծանոթ են իմ աշխատանքներին, գիտեն, որ ես շատ եմ սիրում օգտագործել գույներ եւ հատկապես շատ եմ սիրում կարմիրը։ Եկեք անցնենք այն սենյակ, որ ինձ ամենաշատն է ոգևորում։ Սա իմ գրադարանն է լինելու, իմ բնակարանի զարդատուփը։ Այնտեղ, որտեղ կարծում եմ ամենաշատ ժամանակն եմ անցկացնելու։ Ինչպես գիտեք, ես աշխատել շատ եմ սիրում։ Կարող եմ ասել աշխատանքամոլ եմ։ Սա այն սենյակն է լինելու, որտեղ ես կազմակերպելու եմ այս դասավորությամբ, որը շատ գեղեցիկ է։ Բազմոցը դնելու եմ սենյակի կենտրոնում, իսկ դրա հետևում սեղանն է լինելու, եւ ես նայելու եմ դեպի պատուհանը, ինչը պարզապես հրաշալի է Փարիզում։ Ինչպես տեսնում եք, այս սենյակը դեռ ընթացքի մեջ է, բայց մտքումս արդեն ձևավորված են շատ գաղափարներ։ Ես մի փոքր մոլորվեցի այս կարմիր երանգը կրկնելու փորձում։ Այն ոչ ժանգոտ կարմիր է, ոչ էլ տերակոտա, ինչ որ բան դրանց միջև։ Այն իրականում օգտագործված էր հայտնի դիզայներ Հենրի Սեմելի հյուրասենյակում, ով դիզայնի մեծերից է։ Նա իսկապես ներշնչակ է եղել ինձ համար, եւ նրա հյուրասենյակը մնացել է իմ դիզայներական հիշողության մեջ շատ ու շատ դարեր։ Կարծես թե հենց նոր ես իմ տարիքի մասին խոսեցի։ Ինչպես հասկացաք, դարեր, այո, ես իսկապես այսքան հին եմ։ Երբ ես սկսեցի աշխատել այս գրադարանի վրա, իսկապես ուզում էի կրկնել այդ գեղեցիկ ժանգոտ կարմիր գույնը։ Տերակոտա մի փոքր նարնջագույնի մոտ կարմիրի երանգը։ Դա հիանալի է եւ կարծում եմ ինձ հաջողվել է, բայց կարծում եմ դուք պետք է որոշեք։ Տունտեղ հերցանախագիծը շարունակում է այս եթերաշրջանում համագործակցությունը Raflor հատակային ծածկույթներ ներկայացնող ընկերության հետ։ Այս ընկերությունը առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մասնագիտացված է բնակելի, առևտրային եւ արդյունաբերական տարածքների հատակների լուծումների ոլորտում։ Բարձրորակ արտադրանքի ներմուծման եւ բացառիկ հաճախորդային սպասարկման շնորհիվ Raflor-ը դարձել է վստահելի անուն հատակների ներմուծման ոլորտում։ Ընկերությունը առաջարկում է հատակների լայն տեսականի։ Յուրաքանչյուր արտադրանք ընտրվում է ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Անկախ նրանից հաճախորդը փնտրում է դասական փայտե հատակներ իր տան համար,
թե դիմացկուն վինիլային լուծում իր բիզնես տարածքների համար։ Raflor-ը ունի տարբերակներ յուրաքանչյուր պահանջի եւ ճաշակի համար։ Ընկերությունը մշտապես հետևում է հատակների արդյունաբերության նորագույն միտումներին եւ տեխնոլոգիաներին, ապահովելով, որ հայ հաճախորդները ստանան ժամանակակից լուծումներ, որոնք բարելավում են իրենց տարածքների գեղեցկությունն ու գործառույթը։ Խնդրում եք հատակի այնպիսի տարբերակ, որը ոչ միայն բնական է եւ նրբագեղ, այլ նաեւ դիմացկուն։ Եկեք խոսենք Barlinek-ի հատակների մասին։ Barlinek Group-ը աշխարհում ամենահայտնի եւ վստահելի անուններից մեկն է փայտե հատակների արտադրության ոլորտում։ Ընկերությունը համարվում է շերտավոր փայտե հատակների համաշխարհային առաջատարներից, տարեկան արտադրելով ավելի քան 150 միլիոն քառակուսի ֆուտ բարձրորակ արտադրանք։ Այս ընկերության արտադրանքը հայտնի է կայունությամբ, էներգիաարդյունավետությամբ եւ բնական որակով։ Barlinek-ը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանությանը։ Ընկերության բոլոր արտադրամասերը համապատասխանում են շրջակա միջավայրի պահպանման եվրոպական բոլոր չափանիշներին, իսկ կիրառվող տեխնոլոգիաները նվազեցնում են արտանետումները եւ արտադրական մնացորդները։ Այսօր Barlinek-ը Լեհաստանի ամենամաքուր եւ էկոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։ Ընկերության օրինակով ապացուցվում է, որ բնապահպանական մտածելակերպը կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական պարտավորություն, այլ զարգացման ռազմավարության հիմք։ Ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է իր նշանավոր ծրագիրը՝ մեկը մեկի դիմաց, որի շրջանակում յուրաքանչյուր վաճառված հատակի փաթեթի դիմաց Barlinek ընկերությունը ֆինանսավորում է մեկ նոր ծառի տնկում։ Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվել է Barlinek-ի հաճախորդների անտառը, ավելի քան 18 միլիոն ծառերով, որոնք այսօր աճում են տարբեր երկրներում։ Barlinek Group-ը ապացուցում է, որ արդյունաբերությունն ու բնապահպանությունը կարող են համատեղել ուժերը, ստեղծելով գեղեցիկ, բնական եւ կայուն ապագա։ Այս հատակները լինելով իրական փայտից չեն կուտակում փոշի կամ միջատներ, ինչն էլ դարձնում է դրանք կատարյալ ընտրություն ալերգիա ունեցող մարդկանց համար։ Բացի այդ, դրանք կարգավորում են սենյակի միկրոկլիմա, կլանելով ավելորդ խոնավությունը։ Նորացրեք ձեր տարածքը, վայելելով Barlinek-ի հատակների ժամանակակից վերգեղեցկությունն ու բնական շքեղությունը։ Իսկ Barlinek-ի հատակները Հայաստանում ներկայացված են բացառապես Raflor մասնագիտացված խանութ սրահներում։ Համեցեք Կոմիտաս 56 եւ Կոմիտաս 165/1 հասցեում տեղակայված Raflor ընկերության ցուցասրահներ։ Տունտեղ հերոսանախագծի շրջանակում մենք շարունակում ենք մեր հանդիպումները, տեղափոխվում ենք Արինբերդ 1/2 հասցեում տեղակայված Total Group ընկերության խանութ սրահներից մեկը, որտեղ շարունակելու եմ զրույցը զարգացման եւ մարքեթինգի փոխտնօրեն Ռուբեն Բալանի հետ։ Ողջույն Ռուբեն։ Բարև ձեզ, կանոն։ Ռուբեն, թեպետ խանութում այսպես իրարանցում է տիրում, որովհետեւ ինչպես տեսնում եք, այսօր սևուրփաթն է մեկնարկել եւ բավականին լուրջ այսպես գնիչեցում ունենք 40% բոլոր ապրանքների վրա։ Եկեք խոսենք ինչ արշավ է սա, որքան է տևելու եւ արդյոք դեռ այսօր մեր հերոսադիտողները հնարավորություն կունենան այցելել խանութ սրահներ եւ ձեռք բերել ապրանքները բավականին ցածր արժեքով։ Իհարկե, մեծ սիրով ներկայացնեմ ձեզ, Կանոն ջան, մեր ամենամյա մեկնարկած սևուրփաթը, որի սկիզբը սկսել ենք նոյեմբերի 14-ից եւ շարունակել ենք մինչեւ նոյեմբերի 30-ը։ Մինչև ամսվա վերջ, այսինքն հնարավորություն կա։ Այո, մինչև ամսվա վերջ հնարավորությունը ընձեռնվում է ձեռք բերել 2500 տեսակի ապրանք, տոտալ ապրանքանիշի, որը որ գտնվում է ամբողջությամբ տեսականիով 40% զեղչի տակ։ Այս շատ հետաքրքիր է, որովհետև գրեթե բոլոր խանութներում իհարկե գնահատություններ նկատում ենք, բայց ոչ այսպես հստակ եւ բոլոր ապրանքների վրա։ Նույնիսկ նոր հավաքածուների, նոր ապրանքների վրա մենք տեսնում ենք գնահատություն։ Մեր կազմակերպությունը հնարավորություն է տալիս մեր վերջնական սպառողին ունենալ բավականին մատչելի գներով ամենաթարմեցված, ամենանոր մոդելների ցանկ եւ այդ պատճառով որոշեցինք անենք ամբողջ տեսականու վրա։ Ռուբեն, եկեք մասնավոր օրինակի վրա հասկանանք, գնահատման այսպես սահմանը, օրինական ու ինչ-որ մեծ կոմբո, որ իսկապես այսպես մեծ արժեքով իջել է։ Իհարկե, Կանոն ջան, մենք ունենք այս պայդրությամբ կոմբո հավաքածու, որը իրար մեջ ներառում է 3 մարդկոցային գործիք, գայկաբյորդ, անկյունային հղկող մեքենա եւ փոշեկոլ։ Եվ արժեքը, որի արժեքը նախկինում 121500 դրամի փոխարեն կարող եք ձեռք բերել 72900 դրամով։ հաշալ է։ Կարծում եմ այսօր մեր բոլոր վարպետները
կայցելեն խանութսրահը եւ ձեր կբերեն, որովհետեւ 40% իսկապես Փոշեկուլը։ Ոչինչ։ Որովհետեւ 40% իսկապես արժեք է, որ կարելի է խնայել, ինչպես տեսնում եմ խանութում բավականին շատ այցելուներ ունենք, ինչն է խոչընդոտում է մեր նկարահանմանը, բայց ամեն դեպքում սա շատ լավ է, որովհետեւ առիթ ունեն իսկապես տոներից առաջ ձեռք բերել։ Այ խոսենք մի փոքր տոների մասին։ Ինչ եք կարծում, տղամարդու համար սա լավագույն նվերը կարող է դառնալ տոներից առաջ, հա, տոնական այսպես ամենացանկալի նվերը կարող է լինել։ Իհարկե Կարեն ջան, եթե տեսնենք մեր հին ավանդույթները, որը որ գալիս են, միանշանակ գործիքը ավելի հետաքրքիր է, քան թե դուխին կամ գուլպան։ Այնպես որ նկատի ունեցեք, եթե կորպորատիվ նվերներ եք փնտրում ձեր տղամարդ աշխատակիցների համար, ձեր ամուսինների, հարազատների, եղբայրների կամ չգիտեմ, որևիցե մի տղամարդու համար այցելեք Total խանութներից որևիցե մեկը եւ ձեռք բերեք կնեչեցված 40% զեղչված ապրանքներ։ Կուզենամ նաև նշել, որ մեր մոտ գործում է նաև պաշտոնական երաշխիքը 1-ից 2 տարի բոլոր մարտկոցային եւ էլեկտրական ապրանքների վրա։ Հաշալի։ Դե ինչ, փնտրեք ձեր շրջապատին ամենամոտ խանութսրահը, քանի որ Total խանութսրահները գրեթե ամենուր են, նույնիսկ Երևանից դուրս ունենք Էջմիածնում։ Այո, ունենք Իջևանում, ունենք Ծովագյուղում եւ ունենք այլ մարզերում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր տեղերում։ Փնտրեք հիպերմարկետներում, մեգամոլերում եւ անպայման կգտնեք լավագույն նվերը տղամարդկանց համար եւ ոչ միայն։ Կհանդիպենք։ Տունտեղ հերոստանախագծի շրջանակում էկո խորագիրն է եւ այս պահին ես գտնում եմ մեր էկո գործընկեր Ecovil ընկերության նոր մասնաճյուղում, որտեղ էլ զրուցելու եմ Ecovil Holding-ի կազմի մեջ մտնող նոր ընկերության Arega ընկերության տնօրեն Կարեն Ներսյանի հետ։ Ողջույն Կարեն։ Ողջույն Կարեն։ Առաջի հարցը, որ պիտի տամ, հենց Arega-ին է վերաբերվում, դեպետ Պարոնոխյանի հետ արդեն զրուցել ենք Arega պրոդուկտի պատմության եւ առաքելության մասին, բայց այնուամենայնիվ եկեք եւս մեկ անգամ հերոստատեղների ներկայացնենք ինչ պրոդուկտ է, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ առաքելություն ունի։ Arega ընկերության առաքելությունը մարդկանց ապահովել անխափան էլեկտրասնուցմամբ, որն էլ իր հերթին մեծ ներդրում կլինի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության համար։ Մենք խոսել ենք, որ սա առաջի նմանատիպ պրոդուկտի արտադրությունն է լինելու Հայաստանում, այ մի փոքր ուզում եմ հենց անմիջապես խոսենք արտադրական process-ներից, ինչ փուլում են գտնվում եւ երբ արդեն հասանելի կլինի այս պրոդուկտը վերջնական մեր սպառողին։ Արտադրական process-ը արդեն իսկ սկսված է եւ մենք կարող ենք արդեն վստահությամբ ասել, որ մեծ քանակի արտադրանք կարող ենք արտադրել եւ դուք ճիշտ նկատեցիք, որ Հայաստանում առաջի անգամ է այս պրոդուկտը արտադրվում, ինչու՞մ է առավելությունը, որ Հայաստանում է արտադրվում, մենք բոլորս գիտենք, որ այս պրոդուկտը ոչ ստանդարտ պրոդուկտ է եւ հաճախորդի տարբեր ցանկությունների եւ պահանջմունքների համար շատ դժվար է ստանդարտ պրոդուկտ բերել Հայաստան։ Այդ իսկ պատճառով մենք կարողանում ենք շատ արագ ժամկետներում պատրաստել հենց հաճախորդի համար իր տեխնիկական պահանջների համար համապատասխան եւ եղանակային պայմաններին համապատասխան արդեն ինտեգրում ենք իր պահանջներին համապատասխան սարքավորում։ Շատ լավ։ Այ կարծում շատ այսպես հաճախ տրվող հարցերից մեկը տարբեր հզորությունների մասին է եւ չափսերի։ Այ հետաքրքիր է այս նոր սերնդի Arega-ները, հա, քանիսն են լինելու, ինչ չափսի են լինելու եւ ինչ հզորությունների։ Այսօր արդեն ունենք 11 տեսակի պրոդուկտ, 500 վատից սկսած մինչև 5 մեգավատ հզորության կարող ենք պրոդուկտներ տալ։ Ամենաշատ օգտագործվող տարբերակը կենցաղում լինելու է 5 եւ 15 կիլովատ հզորությամբ տեսակները, որոնք որ տնային տնտեսությունների համար են շատ օգտագործվելու, իսկ արտադրությունների համար կարող ենք տարբեր չափերի հզորությունների եւ տարբեր եղանակային պայմանների համար արտադրել։ Ահա, պարոն Ներսյան, ես ավելի շատ նկատի ունեի ֆիզիկական չափսերը, քանի որ շատ այսպես սպառողներին հետաքրքրում է, հա, արդյոք շատ մեծ են այս սարքավորումները իրենց տանը տեղավորելու կամ չգիտեմ
Համեմատելու համար, չափերը պատկերացնելու համար համեմատենք հին տեխնոլոգիայի մարտկոցների հետ, որոնցից մոտ 3-ից 4 անգամ իրենք փոքր են։ Իրանք լիթիում իոնային ֆոսֆատային հիմքով մարտկոցներ են, որոնք եւ տան համար անվտանգ են, ի տարբերություն հին տեսակի լիթիում իոնային մարտկոցների, որոնք որ հրավտանգություն ունեին։ Դրա համար այս սարքավորները կարող են կազմել ինտերիերի մաս եւ առանց մտածելու անվտանգության մասով կարող են նաև նախորդ սերնդի մարտկոցները շատ ծանր էին։ Այո, նախորդ սերնդի մարտկոցներից մոտ 3-ից 4 անգամ ինքը ունի քաշի նվազեցում։ Պարոն Ներսյան, խոսենք Արեգայինկերության թիմի մասին, հա, ովքեր են ներգրավված այս աշխատանքային process-ներում, արդյոք ունենք համապատասխան մասնագետներ Հայաստանում արտադրության համար, թե օրինակ, չգիտեմ, տրեյնինգների տեսքով կամ այցերի տեսքով արտերկրից այսպես նոր գիտելիքներ եք ներմուծում։ Իհարկե, նոր գիտելիքներ փորձի փոխանակում իրականացնում ենք, բայց մեր թիմում կան մասնակիցներ, ովքեր ունեն դոկտորի աստիճան հենց Չինաստանում լիթիում-իոնային գծով եւ մենք կարող ենք հպարտորեն ասել, որ ոչ միայն այստեղ կտանք որակյալ արտադրանք, այլ մեր մասնագետները ամբողջ աշխարհի մասշտաբով կարող են գիտությանը ինչ որ օգուտ տալ, որն էլ կստեղծի երկրի համար հավելել արժեք։ Այո։ Հրաշալի է։ Այ խոսենք պոտենցիալից արտահանման, արդյոք Արեգան առաջիկայում հա դիտարկվում է որպես արտահանման այսպես product։ Այո, այս պահին մենք աշխատում ենք հայկական շուկայի համար, բայց աշխատանքներ են կատարվում սերտիֆիկացման, լիցենզավորման, որպեսզի այս product-ը նաև օգտագործեն Եվրոպայում եւ այո, այլ երկրներում։ Շնորհակալ եմ պարոն Ներսյան, մենք հետևենք Արեգայի զարգացումներին եւ անպայման ուզում նշել, որ անունն էլ շատ հայկական է, հայեցի է։ Այնպես որ շնորհավորում եմ նոր ապրանքների մուտքի համար, թեպետ ընկերությունը 5 տարի գործում է, բայց արդեն այսպես լուրջ մասշտաբով ասելիք ունեք շուկայում։